Մեր Տերերի Տեր ու փառավոր Քրիստոս Հիսուսի անունով ինչպես միշտ այսօր եւս Տերը մեզի տվել այդ օրհնությունը, այդ օծությունը, բերենք այսօրվա Աստծո խոսքի ճշմարտությունը, որ Աստված մեզի ժառանգություն տվեց եւ այսօր փորձում ենք ինչ որ համարներ եւ հատվածներ մեկտեղ բերելով թեման ամբողջացնենք Հիսուսի անունով։ Այսօր մենք համար որ պետք է ընթերցենք, մի քիչ կարող է այդպես տխուր լինի, անհույս լինի, բայց այսպեսի մարդկային ասացված կա, ասում են կարևորը որ վերջը ուրախ լինի, վստահեցնում եմ վերջը ուրախ կլինի, հավատում եք, շատ բարի, եթե վստահում եք ինձին, ուրեմն պետք է սկսենք մի քիչ տխրությունով, մի քիչ տխուր առումով, տխուր չի, իրականություն է, բայց տխուր իրականություն է, եւ այդ տխուր իրականությունը գիտեք ինչն է, որ յուրաքանչյուր մարդ ապրող այս երկրագնդի վրա մի օր իր վերջակետը ունի, it's about the death. About the end of every single person in this life. Մահվան մասին է խոսքը։ Եվ խոսքը արված է Եբրայեցիս թուղթ Hebrew chapter 9 verse 27. 9-րդ գլխի 27-րդ համարում, որ այսպես հստակորեն ասում են. Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել։ Լսում եք, չէ՞ ինչ ասված։ Սրանով ամբողջովին reincarnation կոչված գաղափարախոսությունը ջնջումը, հողինը հավասարնայացնում։ Այսինքն այդպիսի բան չկա, մեկը մեռավ, հետո գնում է մեկ ուրիշ մարմնի մեջ, ծնունդ առնում, հետո մեկ ուրիշ մարմնի մեջ։ Այսինքն հինդուիզմի գաղափարախոսությունը ինչա հողին հավասարացվեց։ Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ դրանից հետո ինչ, եւ դրանից հետո դատաստան։ Սա արդեն զգաստացնող, սա արդեն արթնացնող հատվածն է, մասն է։ Այսօր բազում տեսություններ, փիլիսոփայություններ, խոսակցություններ կա եւ ինչպես գիտեք, այսօր աշխարհը հատուկ միտումով եւ այսօր մարդկությունը շատ մեծ ուրախությամբ ընդունում է։ Բոլոր ասում են, պապաս երկնքում է, մամաս երկնքում է, հորեղբայրս, մեր հարևանի կինը, հարևանի տղամարդը, այդպես մատով ցույց են տալիս սպորտսմենները, դերասանները, հասկանում եք, էդի ցույց են տալի, բոլորն էլ ուրախանում են, ասում են, ի՞նչ լավ, եթե իրանն է, իմն էլ նա, եթե իմն է, ես էլ եմ։ Եվ այդ սուտ գաղափարախոսությունը դարել է մի ամբողջ ավետարանչություն եւ այսօր մարդկության հետ որ խոսում ես, նա բացարձակապես դատաստանի մասին չի խոսում։ Եվ դու հարց ես տալիս, որ մնաց այդ փառավորած Հիսուս Աստծո մարմին հագնելը, հայտնվելը մարդկության մեջ, կրելով իր մարմնի, իր մաշկի վրա ամեն մարդկային ցավը, տառապանքը, նեղությունը, նսեմացումը, ապտակները, մտրակները եւ իր հոգին ավանդելով, այսինքն մեռնելով խաչի վրա, հետո երրորդ օրը հարությունը հայտնվեց մարդկության համար եւ այն խոստումները, որ հոր աչքով նստած բարեխոսում է ամեն իր հավատացող, բայց այդ ուր մնացած մատերը, որ տնգում են դեպի երկինք։ Դրանք թշնամուց է, սատանայից է, որ ինչպես ասում են մարդկանց ինչ անում, սխալ ու սուր ճանապարհները ցույց տալիս։ Եթե այս մատի մեջ Քրիստոս ու փրկություն ու խաչ ու զորություն ու հարություն չկա, դատարկ է, իզուր է, դա թշնամուց է, սատանայից է, ինչպես բոլոր կրոնները, ինչպես բոլոր ուսմունքները, որտեղ Հիսուս ասեց, ես եմ ու միակն եմ, չկա իմ նմանը։ Եվ դա մարդկությանը տվեց ընտրություն։ Եթե դու իրապես քեզ համար բացվել է, որ Քրիստոսը այդ միակն է, ինձ մնում է ինձ առաջերտին խորհուրդ տամ, Սարո, ամուր կարչիր այդ միակից, եթե ոչ կկորցնես մի ամբողջ հավիտենական կյանք, երբ որ դատաստանի առջև կանգնես։ Դա բոլորի համար այո եւ ամեն է, ինչու որտեղ Աստծո խոսքն է գրված, եւ Քրիստոսը դատաստանի ժամանակ մարդկությանը ինչ անելու, դատապարտելու է իր Աստծո խոսքով, ոչ Ղուրանով եւ ոչ ուրիշ մեկ հոգևոր փիլիսոփայական կամ այլ աղբյուրներով։ Այսպես թե այնպես սիրելիներս, մահը գալիս է, death will come, when and by what means, we do not know, ինչպես, որ ժամանակին, սրտի ցավով, մարդկության պատմության մեջ տես մարդ չի ծնվե, որ իմանա եւ պատասխան տա այդ հարցումին, երբ եւ ինչու համար մահը եղավ։ Մահը անժամանակ է,
Միայն ու միայն Տերը գիտի, որտեղ Աստծո խոսքի մեջ մենք ինչ ենք կարդում։ Միայն Տերն է, որ մեր կյանքի օրերը ինչ արել, հաշվել է մեզ համար, հաշված ունի։ Ինչու, որովհետև նա չի սահմանափակում ժամանակով, ես ու դու սահմանափակում ենք։ Մենք կարող ենք մեր հիշողության գիրկը ընկնել ու անցնել մեր մինչև մանկությունը, նկարներ նայել, վիդեոներ նայել ու ինչ որ հիշողություններ հիշել։ Անցյալը ներկան մեր ձեռքերի մեջ է, ինչ որ չափանիշներով, բայց ապագան 1 րոպե հետո, 1 ժամ հետո, 1 օր հետո դա միայն Տերը գիտե։ Եվ Աստված տվեց այդ առիթը, որ այդ Տիրոջը ես ու դու մեր վաղվա օրը եւ այն բոլոր օրերը, որ մեզի ինչ շնորհել ապրելու, ում վստահենք, այդ փառավորած Քրիստոսի ձեռքերի մեջ վստահենք մեր կյանքի ապրած օրերը։ Դրանից ավելի ապահով ձեռքեր կան, ապահով տեղ, վայր, վիճակ չկա։ Ուստի մեզ այսպես ասած փառք ասո, որ մեկ ուրիշ ընտրություն չի տվել։ Մենք ճանաչել ու ճաշակել ենք նրան եւ ուզում ենք նրա մեջ ապրենք։ Եվ սրտի ցավով այսօր մենք տեսնում ենք եւ ամբողջ մարդկային պատմության մեջ անպայման չէ, այո, ծերությունը եւս պատճառներից մեկն է, որ մարդիկ մահանում են, բայց այսօր սրտի ցավով լեցուն պատահարներ, տխուր դիպվածներ, իրավիճակներ անսպասելի եւ այդ բոլորը ինչ են մահվան պատճառ են լինում։ Այնպես որ միայն ծերությունը չէ, որ մեզ ինչ անում, բերում է մահվան։ Եվ ամեն իրավիճակում գալիս է այդ վիճակները։ Մի հատ օրինակով պետք է սկսենք այդ մահվան հետ կապված, խնդրում եմ հետևեք, բայց այդքան լուրջ μην թունեք։ Մեկ-մեկ էլ թույլ տվեք, որ ես էլ կատակներ անեցես այդ։ Amen, այդ մարդը ինչ-որ դժվարությունը հիվանդություններ գնաց, թեստեր արեցին, հետո ժամադրություններ, որպեսզի բժիշկին հանդիպի եւ բժիշկը իր հետ ինչ անի, վերլուծի իր այդ բոլոր քննությունների պատասխանը։ Գնաց բժիշկ ասեց շատ տխուր լուր ունեմ քեզ համար։ Եվ անդ ասեց ի՞նչա, ասեց քեզ ընդամենը 2 րոպե է մնացել ապրել։ Այնքան շփոթվեց այդ խեղճ ու կրակ մարդ, ասեց, բա ես ինչ անեմ այդ 2 րոպե մեջ։ Ասեց նստի մի հատ կոֆե կպատրաստեմ կխմես։ Լուրջ մի ընդունեք, օրինակ է, բայց գիտեք այսօր ամբողջ քարոզ այս օրինակի վրա է կառուցված։ Փարտիրոջը 2 րոպե շատ ունենք, բայց մի պահ պատկերացրեք, պատկերացում տվելա չէ մեզ Տերը։ Մի պահ պատկերացրեք, որ Աստված մի արասե, նման մի իրավիճակում ես։ Եվ հիշելով, no one knows how much left. Ոչ մեկս, ոչ միայն այս ներկա, երկրագնդի վրա ասում են 9 բիլիոն են ապրում, 9 բիլիոն, այն ամենահասարակ, այն ամենաանտեսված, այն ամենաաղքատ, այն ամենաանկիրթից մինչև այն ամենահայտնի, ամենահարուստը, ոչ մեկը չգիտի, թե քանի օր, քանի ժամ, րոպե ժամ, վայրկյան է մնացած իր կյանքից ապրելու այս երկրագնդի վրա, համոզված եք բոլորս էլ։ Եվ ինչպես Աստծո խոսքն է մեզ հիշեցնում, Հակոբոս առաքյալը հատուկ համարներ ունի այս մասին, ես չուզեցի այդ համարները ընդգծել, մենք շատ հաճախ ինչ ենք անում, մենք հաճախ վատ չի դրա մեջ, բայց Հակոբոս առաքյալը հատուկ ձևով մեզ շեշտում է, մենք ինչ-որ պլանավորում ենք, այսպես գծագրում ենք մեր արձակուրդը, մեր վիճակները, we plan for next week, for next year or even for retirement. Մենք մտածում ենք, որ 5 տարի հետո կաշխատեմ եւ թոշակի կանցնեմ։ Հետո այս տարի այսօր այս ժամին տոմսեր են գնում, բնական է, չես կարող վաղ առավոտյան արտանաս տոմսեր գնես, ուզում ես Եվրոպա, այս քաղաքները այցելես։ Բնականաբար պետք է բոլոր արվի։ Բայց Հակոբոս առաքյալը մեզ շատ հետաքրքիր խորհուրդ տվեց։ Այն ամեն ինչ, որ մտածում ես ապագայի մասին, վերջում մի հատ կնիկ դեր, եթե Տերը կամենա։ Դրանով ամեն բան բերում ես Տիրոջ ձեռքերի մեջ, ինչ հրաշալի է, չէ՞, երբ որ մեկ բառով դու քո այդ ամբողջ ծրագրերի բեռը, ծանրությունը, մտահոգությունները բերում ես այդ հրաշափառ խոցված ձեռքերի զորությանը մեջ։ Բայց այսօր ցավալիորեն ես ու դու մեր շրջապատի մեջ մարդիկ նկատում ենք, որ այնքան են տրված կյանքին ու գործունեությանը, they live as if death will never come։ Նրանք այնպես են ապրում, որ մահը իրենց համար չէ։ Մահը յուրաքանչյուր մարդ արարածի համար է։ Մահը սարսափելի է, բայց նաև մահը ստափեցնող է, մահը մի քիչ խոնարհեցնող է, մահը
փաստ է իրականությունը, որ մի քիչ մեկ է մեր բարձր դիրքից, որ դու գիտեք, ես ով եմ, ինչ կրթություն ունեմ, ինչ պաշտոն ունեմ, հովիվ եմ, ծանոթ են, մարդիկ գիտեն իմ մասին, մի քիչ մահ ինչ անում, մահը բոլորիս հավասարացնում է, բոլորս ինչ ենք անում, հող ենք ու հող ենք դառնում, այնպես որ մահը իր ամբողջ սարսափելի և տխուր և դառը իրավիճակով հանդերձ ինչ որ մի բան նաև հոգևոր իր մեջ պարունակում է, որ մի քիչ ինչ ես անում հանդարտվում ես, այդպես իներցիայով կյանքի վազքի մեջ չես մտնում, հանդարտվում ես, ինձ համար էլ կա, և ինչ է իմ կյանքի նպատակը, հետո հասկանում ես, որ իրապես առանց նպատակի սենց ընկել ես այդ հորձանուտի մեջ ու վազում ես, առավոտը շուտ արտանում ես, գիշեր ուշ քնում ես ու այդպես քրտնած մտատանջված մտահոգությունների մեջ, հետո մի պահ, որ հիշում ես, որ սրա ամեն ինչի վերջ կա, հետո սկսում ես ինքդ քեզ քո կյանքդ վերլուծել, հետո փառք Աստծո մեր հավատացյալների համար, որ Աստված մեզ մենակ չի թողնում, հետո գալիս է եւ սկսում է օգնել մեզ հետ վերլուծելու։ Մատթեոսի ավետարանի մեջ Մատթեոս ավետարանի 22-րդ գլխից հատված պետք է կարդամ, բայց մինչև հատվածը, գիտեք, Հիսուսը, ինչպես երկու շաբաթ սրանից առաջ ասեցինք, 35 ավելի առակներ պատմեց, տարբեր իրավիճակներով, տարբեր իրադարձություններ, տարբեր հատվածներ, aspects of our life, մեզ համար մեկնաբանելու, բացատրելու։ Եվ այս նկարագրությունը, եթե գնաս տուն ամբողջ գլուխ կարդաս, ես հիմի արագ կվերհիշեցնեմ և համարները կընթերցենք, ընդամենը մեկ համար եմ առանձնացրել, ինչի մասին է, նա ասում է արագ պատմեց աշակերտների համար, այնտեղ հավաքվածների համար, ասում է թագավոր կար, մեծ թագավոր, տղա ուներ ու որոշեց, որ տղային ամուսնացնի և արդեն հարսանիքի հրավիրվածներ կային, հարսանիքին հրավիրվածներ կային Եվ իր ծառաներին ուղարկեց, ասեց գնացեք ու հրավիրվածներին հիշեցեք, որ այսօր իմ տղայիս հարսանիքն է արեք, անտեսեցին, չպատասխանեցին, ասեց միգուցե կյանքի բրումով զբաղեն, երկրորդ խումբ իր ծառաներին ուղարկեց, դարձյալ չպատասխանին, երրորդին ուղարկեց և նրանք շատ անպատվաբեր ծեծելով այդ ծառաներին հետ ուղարկեցին։ Թագավորը ասեց, եթե նրանք արժան չեն գտնում մասնակցելու իմ որդու հարսանիքին, ծառաներին հրաման տվեց, ասեց դուրս եկեք ճանապարհները, ինչպես Հիսուս ասեց, դուրս եկեք դեպի Երուսաղեմ, Հրեաստան և ողջ աշխարհը, Սամարիայով անցնելով, քարոզեք բարի լուրը, հավիտենական կյանքի խոստումը։ Ծառաները դուրս եկան ճանապարհ, արդեն հարսանիքի հրավիրված չէ, այլ ամեն պատահական հանդիպածի ինչ պատմեցին, հարսանիքի հրավերքը ուղարկեցին իրանց։ Ու հարսանիք եղավ, եւ որ հարսանիքը սկսվեց, դռները փակվեց, ու էլ ոչ մեկը ներս չէր կարող մտնել։ Ու եւ որ թագավորը, հարսանիքի տերը ներս մտավ, Գիտեք հին ժամանակ, առաջի դարաշրջանում, այդպիսի հատուկ հագուստներ կար, որոնք պատրաստում էին և հագնում էին միայն հարսանիքին մասնակցելու, կոչվում էր հարսանիքի հանդերձներ։ Հիմա էլ են, ասենք, հարսանիքում բոլորս գնում ենք, նոր գնումներ ենք անում, փորձում ենք լավագույնս հագնում ենք, և ամեն բան լավ լինի, բայց հին ժամանակ այդպիսի սովորություն կար, որ այդ հանդերձները ուրիշ առիթով չեն հագնում հարսանիքի։ Դա ևս խորհուրդ ուներ, որ Հիսուս իր առակի մեջ պատմում է, ասում է, երբ որ թագավորը ներս մտավ և ամբոխի մեջ տեսավ մեկը, որ հարսանիքի հանդերձներ չուներ։ Կանչեց ծառաներին, և ես հիմի պետք է ընթերցեմ ձեզ համար, Matthew chapter 22 verse 13, Մատթեոս ավետարանի 22-րդ գլխի 13 համարը, և այսպես ասում, այդ ժամանակ թագավորը ծառաներին ասեց, կապեք, նա որ հարսանիքի հանդերձներ չուներ, դրա ոտքերը ու ձեռքերը, վերցրեք դրան և գցեք դուրս խավարի մեջ, այնտեղ կլինի լաց ու ատամների կարճատոց։ Այս վերջին ժամանակներս նման մի հատ
գաղափար է սկսվել տարածվել ժողովրդի մեջ, որ ուզում եմ ճշտումը ցնել։ Եվ գաղափարը սրանում է, թշնամին արթուն է։ Մի քիչ առաջ ինչ ասի, որ այսօր դերասանները, այդ հայտնիները բանից, բեմերից, բանից ասում են, մամաս տեսնում է, մամա ջան տեսնում ես, ես ինչ հաղթանակներ ասավ։ Սիրելիներս, մահացածը ոչինչ չի տեսնում, ուղեղիցը թանի, Աստծո խոսքի բացարձակապես կապ չունի։ Եվ ամեն մեկ ոգ չէ, որ միակ այդ երկին գնալը Հիսուսն է։ Ասեց ես եմ այդ միակ ճանապարհը։ Երկրորդ տարբեր մտքեր է բերում մարդկանց մեջ։ Եվ նման մի հատ այս վերջերս ես ծանոթացա, նման մի հատ միտք գաղափար։ Եվ գաղափարը որտեղից էր առած Սուրբ գրքից իհարկե ոչ։ Թշնամուց իհարկե այո։ Եվ ինչ էր գաղափարը։ Որովհետև մենք միս ու արյուն ենք եւ այս կյանքում, որ մենք ապրում ենք, երբ որ անցնում ենք կորուստով, տխրություններով, հիվանդություններով, ատամի ցավ լինի, թե սրտի կատված լինի, ցավ ենք ապրում, չէ՞։ Եվ այդ ցավը գալիս է որտեղից, մեր զգացումներից, մեր ուղեղը հրաման է տալիս եւ մենք սկսում ենք տառապել, արցունք թափել, լաց եւ ատամների կրճտոց, նեղություն ան։ Բայց հոգին զգացում չունի։ Եթե հոգին զգացում չունի, ուրեմն հոգին տառապանք չի հասկանում ինչ բան է։ Եվ եթե հոգին տառապանք չի հասկանում ինչ բան է, ուրեմն դժոխք գաղափարը անիմաստ մի գաղափար է։ Աստծո խոսքից եմ ես պատասխանում։ Ասում է դուրս գցեցին նրան խավարի մեջ, այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ Պատասխանը եղավ։ Ուրեմն հոգին էլ գիտի տառապանք ինչ է ու շատ ավելին քան թե ես ու դու մեր մարմնի մեջ։ Որտեղից գիտեմ։ Աստծո խոսքից գիտեմ։ Որտեղ Աստծո խոսքն դա է ասում։ Առիթ եղավ ես համար ընթերցելու, ուզում եմ մի հատ շատ կարևոր մի բան վերլուծել, որ երբ որ այս գաղափարը Աստված իր շնորհքով բացեց, հասկացա ու կրկին անգամ, որ Աստծո խոսքի մեջ ինչքան խորություն ու լայնություն կա։ Եվ մենք մտածում ենք համարները, ասենք ես քարոզում եմ, ասենք մի ինչ-որ մի խոսք փորձում եմ տարբեր ձևերով արտահայտել։ Աստծո խոսքի ճոխությունը տարբեր ձևերի արտահայտության մեջ չի։ Աստծո խոսքի ճոխությունը, որ ամեն մի բառ մի ամբողջ աշխարհ նշանակություն ունի։ Եվ այսօր համոզում եք այս համարի վրա։ Ինչու է Աստծո խոսքը օգտագործում երկու տեսականի տառապանքի մասին, նրանք որ խավարն են ընկնելու։ Ասում է այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ Երբ որ Աստված մի արասցե, կորցնում ենք մեր հարազատին, մեր հարազատի կորուստը դիմավորում ենք լացով, թե ատամների կրճտոցով, պատասխանեց ինձ։ Լացով չէ, որտեվ տխրություն է, որովհետև կորցրել ենք ու գիտենք, որ էլ չենք տեսնելու իրենց։ Էդի լաց է, էդի ցավ է, էդի տխրություն է։ Երբ է կրճտոց լինում ատամների, երբ որ մեր դեմ կամ որևէ մի առիթ կա, որը անարդար է տեղի ունեցել, անարդար ձևով։ Այդ ժամանակ չես դասում, այլ ատամներ ես կրճտացնում, անիծում ես, հայհոյում ես եւ այլն, մարդկային երևույթներն եմ ասում։ Վերադառնանք։ Փաստորեն խավարի մեջ ընկած մարդկանց տխրությունը երկու տարբեր ամբողջովին տեսականայի է լինում։ Մեկը, որ լաց է ու տառապանք է ու ցավ է։ Գիտեք դրանք ովքեր են։ Դրանք այն հավատացյալներն են, որ ժամանակին Քրիստոսին ճանաչեցին որպես իր Տերը ու իրենց Փրկիչը, հետո կյանքի թոհուբոհով ու առիթով թողեցին Քրիստոսին եւ հավատքից հեռացան։ Ու երբ որ նրանք հայտնվում են խավարի մեջ, նրանք հիշում են իրենց անցյալը ու ոչ թե անարդարության դեմ իրենց ատամներն են կրճտացնում, այլ ցավ են ապրում, որ չմնացին այդ միակ ճշմարտության մեջ, որ այսօր հարսանիքին արժանանային։ Նրանց մեծ ցավ կա, տխրություն կա։ Իսկ ովքեր են իրենց ատամները կրճտացնում, որ այդպես էլ իրենց ամբողջ կյանքում Հիսուս Քրիստոսին չճանաչեցին, չճաշակեցին եւ չընդունեցին որպես Տեր ու Փրկիչ։ Նրան համանեցին սխալ, տակար, մարդ եւ ոմանք նույնիսկ անտեսեցին որպես մարդ։ Նրանք բնականաբար ինչ պետք է ունենան իրենց ամբողջ այդ խավարի, այդ դժոխքի, այդ հավիտենականության մեջ։
նրանք պետք է իրենց ատամները կրճտացնեն, ում դեմ, արդարության դեմ, Հիսուս Քրիստոսի դեմ։ Մի հասկանում եք, որ խավարի մեջ երկու տեսականի տխրություն է լինում, նա որ ճաշակեց ու կորցրեց, նա որ ամբողջովին մերժեց և այդպես էլ խավարի մեջ շարունակում է բողոքել ու ատամները կրճտացնել։ Մի առիթով մի բիզնեսմենի, մի գործունյա մարդու հարցրեցին, Աստծուն հավատում ես, կուզես սիրտդ ու կյանքդ Տիրոջը տաս, ասեց, I have no time for God, I am too busy making money, ես չափից դուրս զբաղ եմ, ժամ չունեմ Աստծուն տալու համար, առայժմս իմ գործերը հաջող է ընթանում, և ես ոչ մի րոպե օր ժամ չեմ ուզում կորցնեմ, գումար ու բիզնեսս ընդարձակեմ։ Անցավ մի քանի ամիս, և այս նույն բիզնեսմենը այդ կյանքի նեղությունների ու դժվարությունների մեջ սրտի կատված ունեցավ, հայտնվեց հիվանդանոցում, և այդ նեղ ու դժվարին ու անորոշ ու հիվանդ կարգավիճակում հասկացավ մեկ բան, որ իր ամբողջ կյանքում վաստակած գումարով նույնիսկ մեկ օր չի կարող իր համար գնել։ Իսկ Աստված մեզի ամեն օր է պարգևում մեր ապրած օրերի մեջ։ Վերադառնանք դարձյալ այդ երկու րոպեվանություն, երբ որ մարդը իրապես հայտնվում է այնպիսի մի կարգավիճակում, հիմի երկու րոպե չէ, բայց հասկանում է, որ շատ կարճ ժամանակ է մնացել իրան ապրելու, այդպիսի մի հատ իրավիճակ։ Ինչ է կարծում, նման իրավիճակում հայտնվելով ես ու դու, կմտածենք մեր բանկային հաշվի մասին, կմտածենք, որ ես ինչ կրթություններ եմ ունեցել, ինչ դիպլոմաներ եմ վաստակել, կմտածենք այն մասին, որ այստեղ այս գործը պակաս մնաց, մյուս գործը չավարտվեց, կմտածենք մեր բանկային հաշվում ինչքան գումար կա, կարող եմ հաջորդ քայլիս բիզնեսիս աշխարհի մեջ քայլ վերցնեմ, վստահաբար Աստծուն երբևիցե հավատացողը the most important question would be this, am I ready to meet God? Արդյոք ես պատրաստ եմ Աստծուն դեմ առ դեմ հանդիպելու, թե ոչ, ինչ է կարծում, չափազանցնում եմ ես, թե խոսում եմ պարզ ու հստակ իրականության մասին, այդ 2-3 րոպեների մեջ մեր բոլոր priority-ները, որ այսօր ես ունեմ առանձնահատուկ, այդպես սա պիտի արև, ոչ ես անեմ, հետո սրա մասին մտածեմ, հետո իմ բանկային, հետո իմ հաշիվների, հետո էսի, հետո այնի, և երբ որ կարծնում ես այդպիսի 2 րոպեանոց կարգավիճակի մեջ, սրանք բոլորը չքանում են, չէ, անարժեք են դառնում, դու միայն ու միայն մեկ բան ես մտածում, պատրաստ եմ իմ կենդանի Աստծո հետ դեմ առ դեմ հանդիպելու, թե ոչ, դա հարցում է ինձ համար, այդ հարցը այսօր ես ինձ եմ ուղղում, և եթե դուք ուզես, դու ևս քո ընտրությունը ունես։ Romans chapter 10 verse 9 Մի քիչ խոսքերս կարողա ձեզի անհուսություններ շնչես, տխրություն, սկսեցիք բողոքել ձեր սրտի և մտքի մեջ, ես ինչ անում եզի, մի ամբողջ շաբաթ տանջվեցինք, նեղություն քաշեցինք, եկանք որ մի քանի անեկդոտ պատմի ուրախանանք, ես ինչ ասում։ Սիրելիներս, փառք Տիրոջը իր և իր խոսքի համար, որ մեզ երբեք անհույս չի թողնում, տխուր չի թողնում, դատարկած ձեռը չի թողնում, այսօր առատ վստահեցնում եմ ձեզ, խոսքի սկզբում ինչ ասի, կարևորը վերջը լավ լինի, և սկսում ենք դեպի լավի ուղղությամբ գնալ, որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես, և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես,
Աստեղ գիտություն, տեխնիկա, տիեզերա գնաց պետք է լինես, տիեզերա գնաց պետք, տիեզերա նավ պիտի ունենաս, տիեզերա գնացի, ես իմ ինչ պետք է լինես, rocket science-ի մեջ պետք է առաջադեմ լինես, բժիշկ պետք է լինես, ատամնաբույժ պետք է լինես, թող հիմնական համբալ լինի, եթե հավատում ես խոսքի ճշմարտությանը, նրա համար հավիտենականությունը բացված է այսօրվանից, որտեղ Տեր ասեց, եթե ինձ ունես, չասեց մեռնելուց հետո ինձ կունենաս, ասեց, եթե ինձ ունես, կյանք ունես, և քո ապրած օրերի մեջ, և այն օրը, որ կհանգչես, ուրբաթ օրը, երբ որ մենք այստեղ էինք, երբ որ մենք վերլուծում էինք, ասի չէ, մենակ օտար լեզուների աղոթքի վերլուծությունը չէր, այնտեղ համոզվեցինք, որ Քրիստոսին հավատացողները թեկուզ մարմնի մեջ հանգչում են, բայց նրանց հոգին անդադար նրա հետ է, նրանք չեն հանգչում, նրանք չեն մեռնում, և դրա համար Աստծո խոսքը մի գեղեցիկ, ասում են նրանք ննջում են, նրանք մարմնի մեջ ննջում են, բայց հոգին նրանց Տիրոջ հետ հաղորդակցություն, այդպիսի երկվարկյան չկա, չկա այդպիսի երկվարկյան, ոմանք ասում են 40 օր, ոմանք ասում են մի շաբաթ, հեքիաթ են դրանք, Աստծո խոսքի ճշմարտությունը ասես, որ հավատացողի համար Տիրոջ հետ հաղորդակցությունը մահի ընթացքում, մահվան պահին ու մահվանից հետո ոչ մի վարկյան չի դադարում, հոգին անդադար Տիրոջ հետ հաղորդակցություն ունի։ Եվ եթե մի կրկին անգամ, եթե ունենայիր ընդամենը 2 րոպե քեզ տրված մինչև մահդ, ոչ մի մարդ այդ 2 րոպեն չէր ծախսի մտածելու, ինչքանը գումար թողնելու, ինչ գումար մնալու իր երեխեքին, իր ժառանգորդներին, այլ կմտածի, որ այդ երեխեքին գրկեմ, սիրեմ ու համբուրեմ ու կարոտը սառնեմ։ Մա տխուր իրականություն կա։ Նկատել ենք բոլորս դրա մաս ու մասնակիցն ենք, ու բայց այդպես էլ դրանից դաշ չենք սովորում, հույսով, որ Աստված մի կրկին անգամ ստափեցնի մեզ։ Երբ որ մարդը մահանում է, դու մահացած մարդու ինչ-որ վատ իրավիճակներն ես հիշում, թե լավը, անմիջապես վատերին իրան ներում ես, թե ոչ, անմիջապես, ինքնըստինքյան է լինում, դու դրա համար էլ պետք չունես աղոթներ ասես, հայրմերը կարդաս, անմիջապես իրա մենակ են դրական պահերն ես հիշում, հիմի հարց առաջանում, բաները կենթանանթյոնան օրոք, ինչի չկարողացանք իրան ներել ու սիրել, ու փաղաքշել, ու հույս տալ, սպասում ենք մեռնելու, իսկ օգուտ ունի, մեր ներումը, մեր սերը, հիշողությունները, այդ մահացածի համար, բացարձակապես ոչ։ Այսօր մենք ոմանքս կյանքում այնպիսի մի իրավիճակներում ենք, որ մարդկորեն նայելով անհնարին է, ես չեմ կարող այդ մարդուն, ինչքան էլ ուզում եմ մոտ լինի, այնքան դառը, այնքան ցավալի է եղել, երբ որ կոխրճել ու վրայովս անցել է, հարց տուր ինքդ քեզ։ Այդ հարազատ, այդ մոտիկ մարդը, ես մոտիկների մասին եմ խոսում, որտեղ մենք մեր ամբողջ հավատքը սկսում է որտեղից, մեր տնից, մեր մոտիկներից։ Եթե այդ մոտիկ մարդը Աստված մի արասե, վաղը իր մահկանացուն կնքի, դու իր վատը հիշելու ես, վստահեցնում եմ ոչ։ Քո ամբողջ միտքդ կփորփրես հիշելու այն պահը, այն հատվածները, որ իր հետ խաղաղություն եք ունեցել, սեր եք ունեցել։ Իսկ ինչու էդի չփոխարինենք հիմի այսօր, երբ երկուս էլ դեռ կենդանի ենք, ինչու չներենք, ինչու չսիրենք մեր տան անդամներից սկսած մեր քույր ու եղբայրներին, թե երաշխիք ունենք, որ հալա մի 15, 20, 30, 50 տարի կյանք ունենք, այսօր չէ, մյուս տարի չէ, այն մյուս տարի քրոջս կսիրեմ, եղբորս կներեմ եւ այլն, ոչ մեկս չգիտենք մեր վաղվա օրը մասին, եկեք կարողանանք Աստծո սիրո մեջ, Աստծո ոչ թե մեր սիրո, մեր սերը պակասեց, մեր սերը մեզ դավաճանեց, մեր սերը անբավարար գտնվեց, Աստծո սիրո մեջ մենք կարողանանք ներել, որտեղ ոչ մեկս էլ չգիտենք, թե մենք մեզ, մեր հարազատին ինչքան ունենք մեկս մյուսին։ Տեսնում եք, որ խոստումս կամաց իրականացնում եմ, Փիլիպեցիս 4-րդ գլխի 6-րդ համարը, Philippians chapter 4 verse 6, այսպես են կարդում, ոչինչի համար մի մտահոգվեք,
Խոսքը որ սկսեցի բավականին մտահոգություն կար, չէ՞ մեր մեջ, վա, բան, հետո ես ինչ անեմ, այսքան մարդներ եմ, սենց անեմ, նենց անեմ, բա իմ բանկային հաշիվները անտեսեմ, գցեմ ենքո, ոչ։ Բայց ամեն ինչից վեր քո կյանքի այդ թոհ ու բոհի մեջ Աստված ինձ ու քեզ մի հստակ բան ասում։ Ոչինչի համար մի մտահոգվեք։ Ինչի համար մտահոգվելով նույնիսկ մեկ հատիկ մազը դեռ գլխի վրա մի հատ մազեր ունենք։ Մեկ հատիկ նույնիսկ մազը չես կարող ջերմակացնես։ Էլ քո մտահոգվելով դու ոնց ես կարծում կարող ես այդ նեղությունները, այդ դժվարությունները, այդ անհնարին իրավիճակների մեջ, որ հայտնվել ես դուրս գաս։ Մտահոգությունը միայն ու միայն կորցնում ես քո առողջությունը, քո երիտասարդությունը, քո ամբողջ էներգիան ու դառնում ես մի անհույս, մի տկար, մի մոլորված ու խեղճ ու հիվանդ անձ։ Դրա համար Աստված ասեց Սարո, բարեկամս, հարազատս, ներկա եւ որևէ մի առիթով իշոր մեկը մի մտահոգվեք, այլ ամեն բանում մի մտահոգվեք, եթե դեռ ավարտվեր, դա արդեն կլներ հիպիների կյանքը, ոչ մի բան չեն այն անում։ No, դեռ շարունակություն կա, ասում է, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրվածքները թող հայտնի լինի Աստծուն։ Խնդրվածք ունենք, չէ՞, որտեվ հոգս ունենք։ Ու Տերը ասեց աղոթքով, խնդրվածքով, աղաչանքով եւ գոհությունով ու շնորհակալությունով։ Այդ բոլորը բեր։ Աղոթքով բեր ու ասա քո նեղության, քո ցավի, աղաչանքով ասա, որ անհնարին է քո կարգավիճակը, բայց հավատում եմ քեզ Տեր, որ դու միակն ես այս ողջ տիեզերքի մեջ, դու միակն ես, որ իմ հարցումի, իմ անհնարին կարգավիճակի համար պատասխան ունես։ Եվ այդ ամբողջի մեջ ասա, գոհանում եմ քեզանից, որ իմ աղոթքը դու լսեցիր ու կկատարես։ Եվ եթե ես այդ աղոթքը իմիջայլոց եմ անում, առանց հավատքի եմ անում, կամ ընդհանրապես չեմ անում, դրա պատժվողը ով է, ես եմ, կյանքի ապտակներ ստացողը ով է, ես եմ, մտահոգվողը ու ծերացողը ու նեղվողը ու առողջությունը կորցնողը ով է, ես եմ, էլ Աստծուն չբողոքեմ, ես ինչ վիճակա Տեր, մարմինս առողջությունն է կորցրել, հոգիս տխրության մեջ է, միտքս մոլորված է, էլ ոչ մի հույս չկա իմ մեջ ապրելու։ Եվ Տերը ասում է, մի մտահոգվիր, այլ քո նեղությունը ու քո ցավը աղաչանքով, հավատքով, աղոթքով բեր իմ ոտքերի տակ եւ գոհացիր, ինչի համար, որ քո աղոթքը երկինք է բարձրացել։ Խոսքը աղոթքի մասին եղավ, եկեք այսօրվա մեր այս քարոզչությունը ավարտենք աղոթքի հետ կապված մի այսպիսի մի հստակ նյութով։ Մայրը իր փոքրիկ տղայի հետ գնում է գնումներ կատարելու, գնում են սուպերմարկետ, հասնում են սուպերմարկետի բակը, փոքրիկին դնում է քարտի մեջ եւ մտնում է խանութ։ Այս փոքրիկ տղան, ինչպես Ամերիկայի 99% երեխաները, ինչ են շատ սիրում, chocolate chip cookies։ Սիրը հարված են ուղղակի այդ թխվածքի վրա։ Եվ մերը նախորոք տղային ասեց, այսօր դու ոչ մի հատիկ chocolate chip cookie չես կարող ունենաս, նույնիսկ չփորձես խանութում ինձանից ուզես։ You are not going to get any chocolate chip cookie. So don't even ask, նույնիսկ մտքով չանցնի, որ ինձ հարցում հարցնես։ Երբ որ մտան խանութ, մայրը գնումներ էր կատարում, շարքից շարք էր գնում այլից այլ, ամեն բան լավ էր, երեխան էլ մի պահ համոզվել էր, խաղաղվել էր, ու թարսի նման, հակառակի նման, մայրը անցնում էր այդ մի գծով ու երեխայի աշկը ընկավ այդ սեքշնը, որ թխվածքների ու chocolate chip cookie-ն հենց այդ դիմաց այդ ճակատի վրա դրված էր հատուկ ձևով։ Տեսա։ Mom, can I have some chocolate chip cookie? Կարող եմ մի քանի հատ առնես ինձ համար։ She said, I told you, not
even to ask. Ես քեզ ասեցի, որ նույնիսկ չփորձես ինձի հարցնես։ Անցան, մայրը սկսեց իր գնումները շարունակելու, երեխեն հաշտվեց այդ մտքի հետ, որ այսօր չի ունենալու։ Պտտվեցին ու հանկարծ մայրը ինչ-որ մի բան մոռացել էր, եկի թարսի նման եկավ անցավ այդ հատվածով, որ թխվածներն ա դրված։ Նորեն տեսավ այդ երեխեն, նորեն բորբոքվեց ու նորեն աղաչեց. Mom, can I have some chocolate chip cookie? Մոր պատասխանը նույնն էր. You cannot have any. Երեխան մտածեց ու մայրը արդեն գնումները կատարել է, գնում է որ հերթ կանգնի, որպեսզի վճարի ու դուրս գա։ Ու փոքրիկ տղան հասկացավ, կորցրեց իր ամբողջ հնարավորությունները։ Լավ քարտի մեջ կանգնեց այդ փոքրիկ հասակով ու բարձրաձայն աղաղակեց. In the name of Jesus, can I have some chocolate chip cookie? Ասմա խանութի գնողներն ու վաճառողների ուրախությանը չափ չկար ու ոմանք սկսեցին նույնիսկ ծափահարել այդ փոքրիկի համար։ Աղոթքի զորությունը իրական է, երբ տուն էին գնում մայր ու փոքրիկ տղան, իրենց հետ տանում են 23 աղ chocolate chip cookie, որտեղ հաճախորդները ու նույնիսկ վաճառողներն էին առել այդ փոքրիկի համար։ Աղոթքը պատասխան ունի։ Սա իհարկե սա մեր ուրախության պահն է, ինչպես խոստացել է, հույսով որ խոստումս իրականացրեցի, որ կարևորը վերջը լավ լինի։ Եվ Աստծո խոստումը վերջի մասին երկնային Երուսաղեմն է։ Եթե մնանք, կառնենք ու հավիտյանս հավիտենից կվայելենք այ հրաշք ներկայությունը։ Քեզ կբերեմ այդ փառավորած Հիսուս Քրիստոսի հրաշք, միակ ճանապարհ ու կյանք։ Ամեն։